ոնց որ Արսենյանի զավակ ես, որդի ես, չգիտեմ ինչ ես, ջերմու գրուպի տեր, դու նպաստել ես քաղաքապետ լինելով, դու ընկերակցել ես, թիմակից ես դարձել ՔՊ-ին նրանց, որ քո հոր տան գլխին, քո հայրենիքի տան գլխին, ջերմուկի բարձունքին բերի կանգնածի թշնամուն, դու օգնել ես եւ այսօր դու սրիկա, այսօր դու ձերք ես սեղմում նորից իրանց, մարզպետ ես դառնում այդտեղի, որ նորից, ու դու ասում ես, որ խաղաղություն կլինի ու դուրս կգան, հիմար, դու ես հիմար, թե ես հայ ժողովրդին ես հիմարի տեղ դրե, ես գիտեմ, հիմա այս խոսքերը կլսես ու կասես, ոնց թե, մի հատ իջր Անժելա ինձ բան ասում, տղա ես, դե գնա Թուրքին ասա, տղա ես գնացա հորը տան գլխին, բերել թուրքակը, դե տղա ես գնա ասա, դե հերդ տղայա թող գնա ասի, դե գնացեք թուրքին ասեք, դե գնացեք են տղերքին ասեք, որ թուրքին բերել են, տղա չեք որովհետև, ղզիկ եք, ղզիկի նման կնստեք, ասեք, Անժելան բան ասեց, են մեկը բան ասեց, դե գնացեք ցույց տվեք, որ ձեր մեջ մի հատ այսքան հպարտություն կա, մի փոքրել հայրենիք կա, ու դուք պատրաստ եք այդ բարձունքից շպրտելու թուրքին։ Չկա ջերմեր, վստահաբար ասում եմ, եթե կա հրաժարվեք այդ պաշտոնից, եթե կա ՔՊ-ի դավաճանի հետ նույն ճանապարհը միացեք ու թուրքին մի բերեք այստեղ։ Մի բան էլ ես ասել, ուրեմն Սրբազանի պատկերն է, նախ այս խայտառակություն էր, որ 2 տարվա ազատազրկում տվին, սա համաշխարհային պատմության մեջ կգրվի, որ ուրեմն նման Սրբազանին կալանավորում է այդ ժողովուրդը։ Ես կարծում եի, որ այս դեպքում իսկապես ողջ հայազգը ոտքի կկանգներ, կասեր, այդ չատկապատկաններ դա հերիք եղավ, բոլեղավ ռադներդ քաշեք։ Ոնց կարելի է հասկանում եք, ձեզ օրհնողը, ձեզ անընդհատ իր էներգիայով, իր նվիրումով, իր աղոթքով, մեր ամեն ինչը փորձում էր դեպի հաջողություն, դեպի հաղթություն մղել։ Եթե որոշ բառեր անգամ հնչել են իր կարծիքով, խիստ որը կարա, չգիտեմ, իրավական ինչ-որ գնահատականներ, բայց այս մարդը իր կարծիքն է հայտնում, այս մարդու կարծիքը, այդ բազատախոհությունը ուր մնաց, բազատախոսությունը ուր մնաց, այդ ամեն ինչը կեղծ, սա դնում է, տանում է իրականում կոտորում է։ Եթերում նստած ասում են Թրամփ, դու դեբիլ ես, դու տավար ես, բառ եմ ասում, դու շանտ տղա ես, դու շանտ ծնունդ ես, դու ցեղասպան ես, մի հատ բացեք, նայեք CNN կլիջի, մի հատ տեսեք Ամերիկա ինչ ասես ասում է։ Եվ ուզում եմ մի բանով էլ դիմել, քանի որ ընտրությունով սկսեցիք, որ առաջիկայում ընտրություն է սպասվում, ես դիմելով ընտրությունից չգիտեմ քանի հոգի կմասնակցեն, բոլորդ ովքեր կմասնակցեք, առայժմ ովքեր որ նշված են տղամարդիկ են, ձեզ տղամարդու պես պահեք, հայ տղամարդու պես պահեք եւ ի վերջո այո ապրեք հայոց արժեհամակարգով, ունեցեք այն սկզբունքները, որը ունեցել են մեր տատերն ու պապերը, մեր հերն ու մերերը, ես այս քաղաքը գիտեմ ինչ գեղեցկության մեջ է եղել, ինչ սիրունության մեջ է եղել, ինչ հեքիաթի մեջ է եղել։ Եվ այն իրար սպանող խոսքերը Ռազմիկ Դավոյանը նման մի արտահայտություն ուներ, ասում էր մեռած թույն շպրտել։ Այդ մեռած թույնը, մեռած թույն, այդ մեռած թույնը իրար վրա մի շպրտեք։ Այլ կարողացեք համախմբված խաղաղ կերպով այս քաղաքը առաջ մղենք։ Ի վերջո թույլ չտանք, ես էլի եմ ասում եւ բոլորին եմ ասում։ Թույլ չտանք, որ Նիկոլը կարողանա հերթական հրահանգված ծրագիրը։ Սա իրեն հրահանգված է ակնհայտորեն։ Հիմա ես տեսնում եմ հիշեցումները, ուրեմն համացանցում ինչպես էր այդ Ուկրաինայում եկեղեցու տաճարի դեմ, այսինքն նույն կողմուց են ուղղորդվում։ Տեսնում ենք ինչպես էին Վրաստանում փորձում անել, բայց վրացիք շատ ամուր կանգնեցին եւ պարզապես ջարդուկոտ արեցին բոլոր նրանց, ովքեր իրենց մայր տաճարի դեմ էին գալիս։ Եվ հիմա ստեղ էլ սա ձև է գտել, սա հասկանում է, որ հավատը մեր մեջ շատ ամուր է նստած։ Ասում եմ, դե կանգնի, ասեմ հոգեվորականներն են սխալ, էլի։ Այսինքն այս մեղքերի մեջ թաղվածները մեղքերից են խոսում, այմար։ Այս մեղքերի մեջ թաղված, խրված, մինչև կոկորտ խրված։ Այն Ալենին էլ ասեք այդ կապիկություններդ վերջ տուր։ Իրան Ջեյմս Բոնդի տեղն ադրե։ Չէ, Ալենն էլ իրան Ջեյմս Բոնդի տեղն ադրե, իբր կինոյի տղա, այղա դու ընդհանրապես ոչ մի բան ես, գնացել եմ եք հայլում է, իբր մոմերը դու ոչ մի բան։ Կատարը շատ լավ խաղաց, դագաղում պարկած։ Ես դա հիշում եմ, որ շատ սազում է այդ դերը, այդ դերը կարաս խաղաս, այդ դերը խաղաս։ Թե չէ ինչ-որ եկեղեցի ես գնում, չէ բան տղա ես ես տալիս, ես էլ մաղթում, ոտքի կանգնենք, փրկենք այս Հայաստանը, իսկապես ափսոս է, էլի։ Եթե հանձնվեց թշնամուն վաղար շաբաթը, ուրեմն Եղվարդից սպասեք թշնամուն։ Այս մեր